Խնդրեմ ներկայացնեք ինչ շենքի մասին էր խոսքը եւ ավականու անդամը ինչ էր ներկայացնում։ Շատ բարի, ոչ թե շենքի, այլ շենքի մի մասնաճյուղի, որովհետեւ դեռ շատ չեմ հիշում քանի որ թվականին հիմք դրվել կառուցվելու նոր մասնաշենք, սովետի փլուզումից հետո այդ աշխատանքները կանգնել են եւ շենքը չի հասել իր ավարտին։ Բազմաթիվ տարիների ընթացքում դպրոցը դիմել է, որպեսզի վերակառուցվի, որովհետև ափսոսա կտուր չկա, անձրև է գալիս, փչանում է այդ բետոնային հիմքերը։ Իշխանությունների կողմից պատասխան է ստացվել, որ շենքը սեյսմիկ անվտանգ է, չլինի դա դրա վրա որևէ բան կառուցելու։ Մենք փորձել ենք պահենք եւ չքանդել, որովհետև հասկանալով, որ բետոնը թույլ է տալիս, բետոնային հիմքերը թույլ է տալիս, որ դա մի օր վերակառուցվի, ի ուրախություն մեզ եղավ հեղափոխություն 18 թվականից հետո եւ իշխանությունները փորձել են վերանորոգել դա։ Դրա համար անհրաժեշտ է սեյսմիկ եզրակացություն։ Սեյսմիկ եզրակացությունը դիմել ենք անցած տարի, ստացել ենք դրական, այսօր հնարավոր է դա վերակառուցել, հիմնանորոգել, ոնց արդեն կստացվի։ Արշակ Սարգսյանը առանց դա իմանալու եկել էր հաղթանակ թաղամաս, նկարահանել այդ դպրոցը եւ հայտարարել, որ նախընտրական տարիա կգան ինչպես միշտ խոսք կտան եւ ելի կխափեն կգնան։ Նորից եմ կրկնում, որևիցե ընտրությունների ժամանակ, որևիցե 18 թվականից հետո մեր քաղաքական ուժը չի տվել խոստում դպրոցը կառուցելու համար։ Ոչ մի մարդ չի տվել խոստում, բայց չտալով խոստում Սաշա Կաթվալյանի համար 86 մանկապարտեզը, որ հաղթանակ թաղամասում հիմնանորոգվել գնացեք նկարահանեք, մենք չի հիմնանորոգվել, խմբեր են ավելացել։ 18 թվականից հետո ինչ է կատարվել այդ դպրոցի համար, ինչ աշխատանքներ է կատարվել։ Հիմնանորոգվել է մարզադահլիճը, դրսի մեծ ֆուտբոլի դաշտն է կառուցվել ռետինե հատակով, երբ որ ռետինե հատակով ֆուտբոլի դաշտերը Երևան քաղաքում նորություն են, իսկ առաջիններից իսկ մեկն է։ Հիմա այս Արշակ Սարգսյանն ասում, որ ստում եք, որովհետև մեր ուժը խոստում չի տվել երբևիցե, բայց արել է այսքան բաները։ Հիմա եթե ձեզ բնակիչները խաբել են, հրավիրում եմ ձեզ գնալ դպրոց, հրավիրենք բնակիչներին, նկարահանենք այդ ամեն ինչ կատարվել է, ով ինչ է ասել, եւ եթե ունենաք քաջություն, հրապարակեք դա։ Նա հրաժարվում ասում է, ես չեմ գալիս։ Հիմա որ չեք գալիս, ուղղակի գալ, նա մենակ է եկել, հասկանում եք, եկե մենակ ոչ աշխատանքային օրով, որ դպրոցը փակ է եղել, նկարահանել է, թեքեր տեսախցիկը եւ նկարահանել են կառուցված մասը, դպրոցը գործում է, դպրոցը հիանալի մասնաշենք ունի, խոսքը գնում է մի մասնաշենքի մասին, հիմա ես ձեռնոց եմ նետում, ասում եմ արի գնանք, հրավիրենք բոլորին, թողան լուսաբանեն, նկարահանեն, ցույց տանք, եթե ունեք քաջություն, հրապարակեք ձեր էջով դա, ասում է ոչ, չեմ գալիս, ես արդեն գնացել նկարահանել եմ։ Հիմա այդ ինչքան ես ասեմ դա, նայեք կանգնում է հակառակ, եթե բանը ճիշտ եք ասում, ճշտի հետևից կարող եք միշտ գնալ, դե արեք, հրավիրում եմ ամբողջ իրանց խմբակցության նմրացում, արեք գնանք, նկարահանենք։ Հրաժարվում են ուղղակի, պարզապես նոր բոլորին հայտարարեց, որ հրաժարվումը չի գալիս։ Եվ նորից եմ եւ խորհուրդ եմ տվել բարի խորհուրդ իրենց քաղաքական ուժին, որտեղ 23 թվականի ընտրություններում եւ մոտ 7300 ընտրողից իրենց քաղաքական ուժը ստացել է 70-ի մոտ ձայն, դա 1% ընդամենը 1%։ Մի արեք, մի խաբեք, այդ տոկոսներ չկորի։ Արման Բարխուդարյան